Համալսարան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, այսպես ասեմ, ամփոփում ենք անցնող շաբաթը եւ այն իրադարձություններով լի է։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի ազգային ժողով գնալը չէր կարող, այսպես ասենք, աննկատ լինել եւ տեսանք ազգային ժողովի ամբիոնից ինչպիսի սպառնալիքներ էր հնչեցնում, ըստ էության վերահաստատում նախընտրական քարոզարշավի ժամանակ այն խոսույթը, իմիջիայլոց բարեվարկության մեջ գտնվող ազգային ժողովում տեսանք, թե ինչ բառապաշարով էր հանդես գալիս, կզացնելու եմ եւ պատերին եմ ծեփելու, ես հազար ներողություն եմ խնդրում, ուղղակի սրանք ուղիղ մեջբերում են։ Խնդրեմ նախ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, ինչու է այսպես հունից դուրս եկել, ինչ է փորձում կերակրել ժողովրդին նորից եւ հետո արդեն կանդրադառնանք ձերբակալություններին, կալանավորումներին։ Շնորհակալ Ժան, որ տրամադրել եք հարցազրույցի համար։ Սկսենք այդ բարեվարկությունից, որ դուք արդեն նշեցիք, կարծում եմ շատ հստակ է, առաջի օրն էլ կարծում եմ խոսել ենք այդ մասին, որ դա ժամանակավոր, այդպես ասած, երևույթ էր, որ իրենք ներկայացրեցին, որտեղ իրենց ամբողջ նպատակն էր, որ առանց սկանդալների եւ լարվածության ազգային ժողովը կարողանան ձևավորել, որտեղ լուրջ մտահոգություն էին, որ հնարավոր է, որ այս ազգային ժողովը չձևավորվի, անդիմության որոշ քայլերի պատճառով խոսել ենք դրա մասին, որ իրենք ամեն դեպքում հիմա իրենց համար հարմար չէր գուցե այդ իրավիճակը ստեղծել, այդ բարեվարկության, այդպես ասած, թեման առաջ քաշեցին Ռուբեն Ռուբինյանի միջոցով, բայց տեսանք դա գործեց մինչև այնքան ժամանակ, ընդհանրապես չէր էլ գործում շատ, բայց գոնե առերևույթ մի տեսակ պահպանվեց մինչև այն ժամանակ, երբ ազգային ժողովը ձևավորվեց, ասենք հանձնաժողովներ արդեն ձևավորվեցին, իսկ երբ արդեն գրեթե կարելի ասել, որ ազգային ժողովը գոյություն ուներ եւ կազմակերպվել կամ ձևավորվել էր, արդեն մի տեսակ անցում կատարեցին դեպի գործարանային իրենց կարգավորումների, որ ունեն, եւ սկսեցին արդեն այդ նույն ոճով, որ արդեն իրենց սովորական ոճն է խոսալ եւ արդեն Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մենք տեսանք հայտարարություններ, որոնք կատարում են։ Իհարկե, հիմա սա նորություն չի, այս ազգային ժողովում, 9-րդ գումարման ազգային ժողովում առաջին ներկայությունն էր Նիկոլ Փաշինյանի, բայց դե մենք 8-րդ ազգային ժողովն էլ ունեցել ենք, փորձը տեսել ենք, որ ցանկացած չորեքշաբթի օր երբ ինքը ներկա է լինում ազգային ժողովում, գրեթե մոտավորապես նույն բնույթի, նույն ոճով, նույն բովանդակությամբ հայտարարություններ է կատարում եւ այդպես ասած տարօրինակ չի այդ հայտարարությունները, որոնք հնչում էին, բայց այս անգամ նկատեցինք, որ երևույթին կարծես այդտեղ նաեւ ինչ-որ հրահանգներ էին, որտեղ տեսանք Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարություններին ազգային ժողովից, հետո անմիջապես հաջորդ օրը արդեն իրավապահների միջոցով ինչ-որ քայլեր իրականացվեցին երկրորդ նախագահի դեմ եւ կարծում եմ այս ամբողջ շրջագծում այդ ամբողջ պահվածքն էլ որ ցուցաբերում էր տարօրինակ չէր։ Ամեն դեպքում Նիկոլն իր այդ ամբողջ հայտարարություններով որ կատարում է իր այդ ամեն դեպքում այդ է որ կա եւ կարծում եմ եթե հետևել ենք 8 տարի իր վարկագծին, դրանից ուրիշ բան չէին կարող ակնկալել այս ազգային ժողովում իր պահվածքից։ Անմիջապես խավոր ամբիոնից ցուցում է տալիս եւ դատախազությունը արդեն առավոտը չբացված գնում երկրորդ նախագահի ընտանիքի, այսպես ասենք, անդամների ուղղությամբ եւ հենց նախագահի տուն, ինչի հետևանքով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը եւ ապօրինի խուզարկություններ են իրականացրել 7 ժամից ավել Լևոն Քոչարյանի տանը։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, ինչու հիմա, ինչու է այս փուլում նորից այսպիսի հարձակման անցել այս իշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարձակումը անակնկալ չէր, ամեն դեպքում կարելի էր ակնկալել, որ միշտ որտեղ հիմա այդ քայլերը, որ սկսվեցին եկեղեցու դեմ թեժացումը իր պայքարի, Գագիկ Ծառուկյանի դեմ քայլերը, որ իրականացվել է, Սամվել Կարապետյանի դեմ արդեն իսկ իրականացվել էր իրականության մեջ, հիմա գլխավոր ընդդիմության լիդերները, որոնք վերջին ընտրություններին մասնակցել են, միայն Ռոբերտ Քոչարյանն էր մնում եւ շատ տրամաբանական էր, որ ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանն էլ հայտնվելու է այդ շրջագծի մեջ եւ գնալու են Ռոբերտ Քոչարյանը։ Դե հատկապես որ հիշում եք ընտրություններից հետո երբ ինչ-որ անձնական խնդիրներով մի քանի օրով ուզում են նախագահ Քոչարյանը դուրս գնար, անմիջապես արգելեցին մուտքը, ելքը եւ պարզ էր որ պահում են որպես ինչ-որ ժամանակ կարողանան իր դեմ ասած գործեր հարուցել շոուեր կազմակերպել, ինչի ականատեսը մենք արդեն եղանք։ Թե ինչու այդ ամեն ինչ իրականացվեց, կարծում եմ մի քանի հիմնական պատճառներ պետք է լինի։ Ես դրանց մասին խոսել եմ մեկ անգամ էլ կարծեմ ձեր եթերում ասացի, երեք էլ գրել էի Facebook-ում, կարծում եմ հիմա էլ պետք է կրկնեմ, ցանկացած Նիկոլի քայլ, եթե նայենք ինչ որ իրադարձությանը նախորդում եւ կարծում եմ եթե մեկ անգամ լիներ դրանք պատահական էին, բայց քանի որ արդեն շարունակական է լինում, կարելի ասել որ Նիկոլի այդ քայլերով որոշակի նպատակ է հետապնդում։ Իհարկե հիմա ես որ բացատրեմ, այնպես չի որ ամեն դեպքում այդ քայլերը հաջողելու են, ես Նիկոլի դիտանկյունից եմ նայում, խնդրին իր կարճ խելքով
գուցե այդպիսի պատկերացում ունի։ Օրինակ Գագիկ Ծառուկյանին կալանավորելը նախորդեց, ես իշխեմ Մոսկվա գնալու կամ Պուտինի հետ հանդիպմանը, եկեղեցի վեհապար Հայրապետին դատարան քաշտալը տանել այնտեղ դատարանի դիմաց կանգնեցնելը հաջորդ նախորդեց նրան, երբ ինքը պետք է գնար կառավարական, եթե չեմ սխալվում, դայմաց նիստի մասնակցեր ԵԱՏՄ-ի։ Հիմա հաջորդ շաբաթ, եթե չեմ սխալվում, Շանհայի համագործակցության կազմակերպության նիստն է գումարվելու Բիշկեկում, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 1-ին է լինելու հաջորդ շաբաթ, Պուտինը գնալու է, դե Հայաստանը կասեմ դիտորդի կարգավիճակով մասնակցում, անցած տարի Նիկոլը գնաց մասնակցեց գագաթնաժողովին, ելույթ ունեցավ, եթե ենթադրենք, որ այս տարի էլ գնալու է մասնակցելու է, կարելի է ասել, կարելի է ակնկալել, որ այդտեղ Պուտինի հետ հանդիպում է լինելու, եւ հիմա այդ ամեն ինչից առաջ գնում է Ռոբերտ Քոչարյանի հետևից, երբ այդ կալանավորում է, կալանք է սկսում, այսպես ասած, բռնաճնշումներ է սկսում, իբր թե իր կարճ խելքով մտածում է, եթե պիտի գնա Ռուսաստանի հետ հերթական հանդիպման, հիմա Պուտինի հետ կամ ուրիշի հետ, իր ձեռքում ինչ-որ բաներ ունենա, իր սովորության համաձայն նստի գործարքների գնա, բայց դե հիմա կարծում եմ բոլորս հասկանալի է, որ Ռուսաստանի հետ կամ Պուտինի հետ նման ոճով խոսալը անիմաստ է, մենակ Նիկոլին մի հատ հիմարը կարող է պատկերացնել, որ նման քայլերով կարող է ինչ-որ այդպես ասած խաղաքարտեր ստեղծել իր համար, բայց ամեն դեպքում ինքը հիմա շատ ծանր վիճակի մեջ է հայտնված հայ-ռուսական հարաբերությունների պատճառով, փորձում են իրենք այնպես ձևացնել, որ ամեն ինչը նորմալ է, դա Ռուսաստան չի արտահանվում, են Եվրոպա ենք տանում, բայց դա այն խմբականակը, որ բեռների, որ գնում է Եվրոպա կամ եվրոպական շուկան կարող է վերցնել Հայաստանից, բնականաբար այնքան չի, որ ռուսական շուկայում կարող է սպառվել եւ իրենք էլ գիտեն, որ բավական լուրջ խնդիրների են հանդիպում, հատկապես որ բնականաբար եւ կարծում եմ այդ քայլերը, որ ռուսական կողմից կիրառվում են, նկատի առնելով հայկական կողմի ոչ բարյացակամ հայտարարությունները, որոնք կան, որոնց եթե չեմ խորհում քիչ առաջ այսօր էլ Լավրովն էր անդրադարձել դրանց, այդ ամեն ինչը հուշում են այն մասին, որ իրավիճակը ավելի է դեժանալու եւ բնականաբար քայլերը ավելի են կոշտանալու Ռուսաստանի կողմից եւ բնականաբար այդ քայլերի կոշտացմամբ Նիկոլ Փաշինյանը կամ իրենք շատ լավ են հասկանում, որ շատ շուտ մոտ ապագայում կանգնելու են շատ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների դիմաց եւ իրենք լավ ճանաչելով հայ հասարակությանը, որ գիտեն ամեն դեպքում նույն այդ հասարակությունը շատ հանգիստ կարող է իրենց վրայից թռնել, եթե սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ առաջանա իրենց վրա, իրենց համար, թվաբար լուրջ մտահոգություն են եւ պիտի ձգտեն ամեն կերպ այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորել։ Հիմա իր ձեռքը բնականաբար դատարկա ոչինչ չունի, լծակ չունի բանակցելու, ինչպես Ադրբեջանի դիմաց այստեղ էլ չունի ոչինչ, բան, հիմա մտածած ինչ-որ բաներ ստեղծի, կարողանա գնալ թեմաներ ունենալ, դնել սեղանին, հիմա իր կարճ խելքով գործարքի գնալ։ Հիմա միակ բանը, որ հետաքրքիր, որ մի շարք մարդիկ կան լրջորեն հավատում են, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական խոստումներն է կատարում, իբր ես ինչ գիտեմ գնացել է կոպեկ առ կոպեկ լումար հետա վերադարձնում այդ որ ինչ-որ ազգային ժողովում էլ հայտարարում է, բայց եթե մի քիչ մարդիկ խելք ունենան, կհասկանան, որ օրինակի համար եթե իսկապես այս մարդը հետ բերող էր ինչ-որ բան վերադարձնելու, թող գնար, ասենք այդ Նարեկ Նալբանդյանի հետևից կամ մյուսների հետևից, որոնք նույնքան շատ ավելի մեծ հարստություն են կարողացել հենց իր իշխանության օրոք կուտակել, բայց որից է մեկը նրանց հետևից չի գնում, կամ Խաչատուր Սուքասյանի հետևից օրինակի համար այդ Սիր գրուպի այդ շենքի հայտնի պատմությունը, գոնե մեկ անգամ այդ գործը նույնիսկ անվանապես չի արծարծվել, գոնե ասենք դե լավ գնացին, հիմա արդյունքի չհասավ։ Դες ամեն ինչը հայմատելով պարզ է դառնում, որ այստեղ լուրջ այդպես ասած հաշվարկներ կա, թե ում հետևից պետք է գնան, եւ գիտենք հիմա մի տեսակ օրինակ մարդ շատերը կան, օրինակ օլիգարխներ նախկին, որոնց հետևից կարող էր Նիկոլը գնալ, Ռոբերտ Քոչարյանից շատ ավելի այդպես ասած գուցե ունեցվածքով ավելի մեծ մարդիկ, բայց նրանց հետևից չի գնում, քանի որ նրանց կալանավորել ավանաբար հանրային այնպիսի հնչեղություն չի ունենալու, ինչ որ Ռոբերտ Քոչարյանն է, Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում հասկանում ենք, որ շոուեր կազմակերպելու հետևից է, որպեսզի այդպես տպավորություն ստեղծի, որ ինքը տեսեք, ասեցի, որ հիմա նույն բանը անում է, բայց միևնույն ժամանակ նաև անձնական խնդիրները նախագահ Քոչարյանի հետ այստեղ նույնպես դերակատար են, ամեն դեպքում ինքը չկայացած մարդ է եւ դիմաց կանգնած Ռոբերտ Քոչարյանով կայացած ղեկավար ա եղել, ինքը պատերազմում պարտություն կրած մարդ է, ղեկավար այսպես կոչված Ռոբերտ Քոչարյանը պատերազմում հաղթած ղեկավար է, Ռոբերտ Քոչարյանը տարածքներ ազատագրել, հայրենիք է կառուցել, երկու պետություն է կարողացել այդպես ասած վերականգնել, ինքը պատմություններից մեկ ամբողջությամբ կործանել է, երկրորդ պետությունն էլ արդեն կործանման եզրին է հանգեցրել։ Հիմա հայմատության կարգով գնանք, ես մի հատ նկար էի դրել, հենց այդ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան այդ նկարը նայելով, կարծում եմ Նիկոլ Փաշինյան ամեն անգամ այդ նկարը տեսնելուց լուրջ իր մեջ ինչ-որ բան է շարժում, որտեղ ինքը նման մեկ ընտանիք ունենալու, նման մեկ ավանդական հայկական այդպես ընտանիք ունենալու բախտից կարծում եմ զրկված է եւ
այդ արտադրանքներով, որ ինքն է ունեցել, պարզավոր այդպիսի բան ինքի չի կարող անել։ Դրանք բոլորը գիտեք անձնական բարդույթների են վերածվում եւ Նիկոլը դա արդեն գիտենք նախկինից ծանոթ բոլոր գիտենք իր վերաբերմունքը եւ կարծում եմ ամեն գործոնները մեկը մյուսից մեկտեղվելով բերել անգեսնան նրան, որ հիմա այս փուլում բռնաճնշումներ են սկսել, բայց դե մեկը կարծում եմ քիչ անց պարտավորվելու է ինքը ինչպես նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը նստեց դուրս եկավ պատվով եւ դարձավ գլխավոր ընդդիմադիրը բաղական դաշտի խոսք ասողը հիմա այս անգամ էլ ինչ գիտեք գիտո ինչ է կատարվելու սակավ Ռոբերտ Քոչարյանի դուրս գալուց հետո թե սպասենք տեսենք ինչ առաջ կգա Տեսեք, ինչն էր հատկանշական, որ Ռուսաստանի հետ կապված դուք նշեցիք, որ առաջիկայում տեսնես ինչ է անելու Փաշինյանը եւ Պուտինի դիմաց հայտնվի եւ ինչ է խոսելու, մանավանդ նախագահի, այսպես ասենք, հա, կալանավորումից հետո, որտեղ այո մենք տեսանք առաջին օրը Զախարովի արձագանքը, ինչ որ չափով նաեւ Պեսկովի արձագանքը, արդեն այսօր Լավրովի արձագանքը եւ ինչն էր օրինակ հատկանշական, Ալեն Սիմոնյանը արդեն համատեղության կարգով անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում էր այն մասին, որ Մոսկվայից զանգ չի եղել, հուսանք չի լինի, խնդրեմ նաև իրես պահվածքին անդրադառնաք։ Նույն օրը, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի դեսպանն էր հանդիպել Ալեն Սիմոնյանի հետ, հետևաբար զանգը կարող ուղղակի մեկը հեռախոսը չի վերցել զանգի, բայց ամեն դեպքում ազդակները, հայտարարությունները գալիս են եւ հիմա դիվանագիտության մեջ այնպես էլ չի, որ դու անպայման մեկը վերցնի հեռախոսի կամ միջնորդի կամ ինչ-որ բան ասի, հենց այդ հայտարարությունները, որոնք գալիս են, ուղերձները, որոնք գալիս են, հանդիպումները, որ տեղի ունենում, շատ բաների մասին են հուշում, ամեն դեպքում ռուսական կողմը անտարբեր չի Հիմա Լավրովը այսօր հայտարարել է, որ իրենք հայ ժողովրդի շահերից են, շահերով են առաջորդում, իրենց համար կարևոր հայ ժողովրդի շահերն են։ Ամեն դեպքում բնականաբար միջամտության չեմ կարծում հարց լինի, բայց վերջին հաշվով Նիկոլին հասկացը հասկացնել է պետք, որ այս ոճով դու չես կարող Ռուսաստանի հետ խոսել, եթե պատկերացնում ես կարող ես նման բռնաճնշումներ գործադրելով նման մարդկանց կանանավորելով գազ մեծ այդ գործարքի մեջ մտնես, բացառված ավելի լավ որ այդպես ոլորտը չմտնես Ես այսքանը կարող եմ ասել, բայց ամեն դեպքում կարելի է հասկանալ, պարզա որ ռուսական կողմի վրա նման ազդեցություն չունենա, բայց նման գրառումներ իհարկե ես չէի արել ուրիշներն էլ էին նման կարծիք հայտնել այդ կապակցությամբ, տեսամ հակառակ կարծիքը, որ այդպես չի կարող լինել ամեն դեպքում Ռուսաստանի հետ չի կարելի այդ ոճով խոսել, հաստատ այդպես է, եթե մենք նման վերլուծություն ենք կատարում Նիկոլի այդ քայլերը այդպես մեկնաբանելով մենք Նիկոլի դիտանկյունից ենք նայում հարցին, բայց թե որքան հաջողի կամ չի հաջողի, ասում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն դեպքում Ռուսաստանի հետ այդ ոճով խոսած չի լինելու, տեսանք մեկ անգամ Ուկրաինան փորձեց այդ ոճով խոսել, ունենալով հանդերձ արևմուտքի ողջ աջակցությունը, ՆԱՏՕ-ի աջակցությունը, որից է բան չի կարողացել առաջ տանել կամ քայլ իրականացնել։ Հիմա Նիկոլի դեպքում, որ այդ աջակցությունները բոլորը ցուցական ձևական բնույթ են կրում Եվ իսկապես ինքը ոչ մի խաղակարդ էլ չունի, ոչ մի նշանակություն էլ չունի, միայն մի հատ գործիք այնտեղ որ իրեն խաղացնում են, շատ բնական է որ նման ոճով Ռուսաստանի հետ խոսելը որից արդյունք չի տալու։ Քանի որ Ռուսաստանից խոսեցինք, մենք տեսանք նաև որ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ շատ գոհ կլինենք, եթե ՀԱՊԿ-ը մեզ դուրս թողնի, եւ շատ արագ տեսանք նաև Ռուսաստանի արձագանքը Պեսկովի, այսպես ասենք, շուրթերով, դե ուղարկեք թղթերը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ՀԱՊԿ-ին ասում են ՀԱՊԿ-ից պատրաստ ենք դուրս գալ ըստ էության եւ զուգահեռ խոսում Տիգրանաշենը հանձնելու մասին։ Նաեւ հատկանշական է, որ հենց այսպիսի տեսակետ էլ կա։ Արցախը հանձնելուց առաջ մեկուսացրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հիմա Հայաստանում կարևորագույն, այսպես ասենք, արարածները հանձնելուց առաջ նորից մեկուսացնում են նախագահին։ Տեսեք, ՀԱՊԿ-ի հարցով կարծում եմ մի տեսակ Նիկոլը այս պարագան էլ ուզում է գցի ռուսական կողմի գրպանը, ասիկան այդպեսի իրավիճակ ուզմա տանի են ուղղությամբ, որ նրանք պարտավորված իրեն դուրս դնեն, նրանք էլ ասում են, եթե դու ես դուրս գաս թղթերը դուք ուղարկեք, դուք հրաժարվեք, որպեսի պատասխանատվություն իրենց վրա չլինի, որտեղ հիմա վաղ այդ խնդիր պատահի Նիկոլը կասի դե մենք չենք ուզում դուրս գանք, իրանք մեզի դուրս դրեցին։ Բայց խնդիրն է, որ ամեն դեպքում այս իրավիճակով, որ մենք ապրում ենք, ամեն դեպքում մենք անվտանգային ինչ-որ երաշխիքների կարիք ունենք, այսինքն առանց այդ երաշխիքների պատկերացնել, որ մենք կարող ենք ադրբեջանական պատահական որից սպառնալիքի դիմաց կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի դիմադրել շատ դժվար ամեն դեպքում մենք դաշնակիցների կամ նման այդպես ասած անվտանգության երաշխիքների կարիք ունենք։ Հիմա զրկվել ՀԱՊԿ-ի երաշխիքներից, թեև հիմա որքան էլ որ դա անվանապես լինի, գոնե հենց անունը որ այդտեղ կա ինչ որ զսպող գործոն է համարվում, հիմա դրանից զրկվել, բայց չունենալ փոխարինող, որտեղ պատկերացնել, որ
Հայաստանը կգնա ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, դա էլ մի տեսած երազային խնդիր է, այսինքն հապակից դուրս ես գալի այնտեղ չես կարող գնալ, մնում ես պարզապես առանց լուրջ անվտանգային երաշխիքների, ինչը մեզ համար լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Ամեն դեպքում այս խաղը, որ խաղում է Նիկոլը բավական վտանգավոր խաղ է եւ գիտեք հիմա մի տեսակ իրենք Ռուբիկոնն էլ անցել են, հիմա նույնիսկ վերադարձի բոլոր կամուրջները իրենց համար փշրել են։ Այդ դիտանկյունից էլ Նիկոլի մա ինքը իրեն դրել է ծանր վիճակի մեջ, որտեվ հիմա ընտրությունների ժամանակ քարոզչական շրջանում իրենք այդպես ասած մի տեսակ կարմիր գծերը հատեցին Ռուսաստանի դեմ հայտարարություններում, ինչ մեկ ազգային ժողովում տարբեր տեղերում ինչպիսի հայտարարություններ էին կատարում, իրենց падգամավորները նաև հենց Պարսաշան պաշտոնատարները ԿՊ-ի այնպիսի հայտարարություններ են կատարել, որ հիմա դրանցից հրաժարվելը իրենց համար մի տեսակ անհնարին է, այդ ասած իրենց թիկունքում կամուրջները ջարդել են, փշրել են, կարմիր գծերը հատել են, հիմա վերադարձի ճանապարհ էլ չունեն, ոչ կարող են առաջ գնալ, ոչ կարող են վերադառնալ, ամեն դեպքում մի հատ այսպես տարօրինակ վիճակ է ստեղծվել, ոչ միայն ՀԱՊԿ-ի դեպքում, այլ ԵԱՏՄ-ի դեպքում, հիմա այնտեղ էլ շարունակաբար ասում են մենք ուզում ենք գնանք դեպի Եվրոպա, ռուսական կողմը ասում է չես կարող երկուսը լինել, բայց համարձակությունը չունեն վերջնական այդ քայլ անել ԵԱՏՄ-ից դուրս գալ, հրաժարվել գնալ դեպի Եվրոպա, տեսնում ենք մի օր ասում է հանրաքվեն դեռ հիմա չենք անցկացնելու, հետո մյուս ասում է դե պատրաստվում ենք հակասական այսպիսի հայտարարություններ են կատարում եւ ես կարծում եմ այս իրենց անել վիճակն է Նիկոլ Փաշինյանի, որ իրենց կատարած հայտարարությունների քայլերի պատճառով հիմա այսօր այդ իրավիճակում հայտնվել են։ Բայց որ ցանկացած, այդպես ասած, սպառնալիքից առաջ լուրջ, այդպես ասած, խնդրից առաջ մի տեսակ, այդպես ասած, չեզոքացման նախագահ Քոչարյան, այո, ճիշտ է, ճիշտ նկատեցիք, Արցախի հանձնումից առաջ տեսանք ինչպիսի բռնաճնշումներ իրականացվեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ, շուրջ 1.5 տարի ինչ-որ կետը չեմ սխալվում, 2 անգամ այդպես ասած կալանքի տակ պահեցին, ասում եմ միակ մեկ նախկին ղեկավարներից, որ այդքան երկար ժամանակ կալանքի տակ է պահվել Նիկոլի միջոցով եւ ամեն դեպքում տեսանք հետո դա հաջորդեց Արցախի հանձնումը։ Հիմա կարելի է գուշակել, որ այո լուրջ այդպես ասած իրենք զիջումների են պատրաստվում, թե փորձում են ամեն կերպ հերկել, բայց իրականությունն է, որ մեզ դեպի լուրջ զիջումների են տանում եւ այդ զիջումներից առաջ հիմա սահմանադրության պարագային զիջումը, տարածքային զիջումը հիմա մի տեսակ ընդդիմությանը չեզոքացնելու խնդիր են դրել ինձանց Սամվել Կարապետյանին կալանքի տակ պայլող Գագիկ Ծառուկյանի մեկ կողմից եկեղեցու դեմ ճնշումներ գործադրելով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով մի տեսակ փորձում են ընդդիմության այդպես ասած պարակտել կամ այդպես ասած ընդդիմության ուժերը ջլատել, ներքաշել ամենատարբեր կողմնակի օրակարգերի մեջ, որպեսզի այդ հիմնական օրակարգերը սեղանի վրա չլինեն եւ հասարակական կարծիքը դարապես շեղվի դրանցից։ Վստահ երեք տեսել եք նաև Սասուն Միքայելյանի խոսքը ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի հետ կապված իմիջիայլոց Ագնես Ախամոյանը ճիշտ ասաց հիմա կամանդիրն է թե ԿՊ-ի Սասունը կխնդրեմ իր այս հայտարարության հետ կապված ձեր տեսակետը արտահայտեք։ Անկեղծ ասած իր հայտարարությանը չեմ հետևել, ասել եմ ես այդ նման հայտարարությունները վաղուց ոչ հետևեմ, ոչ էլ ներվեր ունեմ այդ Սասուն Միքայելյանի այդպես ասած հայտարարությունն հետևելու, բայց դե ընդհանրապես այդ հոկտեմբերի 27-ի գործով իմ ընդհանուր առմամբ հայտարարություններին հետևում է իրենցը, դե եթե կա հիմնականում մեղադրվող, կարծում եմ մեղադրյալներից մեկը հենց այսօր նստած ազգային ժողովի աթոռներից մեկը, դե չեմ սխալվում, իրեն էլ ակնարկ կատարեց Ագնես Ախամոյանը Անջանի Քոչարյանին, հիմա գոնե մեղադրանքներից մեկ մեղադրվող մեղադրյալներից մեկը պետք է լինեն այդ մարդիկ, ովքեր դեռ այդ մարդկանց դիակները գետնի վրա թուղթ էին ներկայացնում առևտուր էին անում։ Առևտուր էին անում, փորձում էին առևտուր անել, դե գիտեք հենց այդ թուղթը հիմա պատկերացրեք այսօր ընդդիմադիր դաշտում ասված մի արասեն նման մի բան կատարվի, այսօր նման մի թուղթ ընդդիմադիր ուժ մեկը ներկայացնի, ամենս կարող պատկերացնեք ինչպիսի այդպես ասած հայտարարություններ կլինեն իր հասցեին իշխանություն զավթելու, ես ինչ գիտեմ հեղաշրջում անելու ինչ, բայց բոլորը այդ թղթի կտորը անտեսնում են, միշտ կասեմ այդ թղթի կտորը չափազանց մեծ այդպես ասած բան է պարունակում մեջ, եւ շատ բարձր ովքեր են եղել հիմնականում այդ դեպքի շահառուները, ովքեր խնդիր ունեին Վազգեն Սարգսյանը, ում էր խանգարում Կարեն Դեմիջյանը, ում էր խանգարում հիմնականում, կարծում եմ այդ հանգամանքները նկատի առնելով Արցախի այն ժամանակ հանձնման հարցով, կարծում եմ բոլորիս համար պարզ է դառնում, թե հիմնականում դրա մեղադրյալները ովքեր են, գլխավոր մեղադրյալ այսօր բանտում գտնվում է, հիմա շատ հետաքրքիր է, որ եթե հիշեք իշխանապողությունից հետո
նախորդ ազգային ժողով, նախանցյալ ազգային ժողովի ժամանակ, երբ Արման Բաբաջանյանը падգամավոր էր, գնաց հանդիպեց Նայիրի Ունանյանի հետ, այդպիսի մեծ հայտարարություններ էր, որ ես սա գնում եմ, հանդիպում եմ, դուրս գալուց ինչ-որ բաներ եմ ասելու, բայց դուրս գալուց հետո, եթե հիշեք, այլևս որևէ խոսակցություն չեղավ, վստահ եղեք, եթե ինչ-որ չբացահայտված բաներ լինեին այդտեղ իրենց օգուտ բերող խնդիրներ լինեին, հաստատ իմացեք, օրինակ Արման Բաբաջյանը լուրջ չէր մնալու եւ այդ ամբողջը շատ արագ բացահայտվելու էր եւ եթե լուր են մնացել, շատ պարզավոր ամեն դեպքում այդ խնդրի, այդպես ասած, ծալքերը բացելը ինչ-որ կերպով վնաս է տալու հենց իրենց եւ բնականաբար փորձում են դրան հիմա ընդհանրապես անդրադառնալ, բայց հիմա եթե խորքում պետք է գնա ծալքերը բացել, հիմնականում խնդիր չկա։ Հիմա այս վերջի բռնաճնշումներ կարելի Նիկոլը փորձում են կամ ժողովրդի մոտ փորձում են այնպեսի տպավորություն որ գործել թե մարտի 1, իսկ գտնեմ հոկտեմբեր 27, բայց հիմնականում այս բոլոր մեղադրանքները, որ նախագահ Քոչարյանի դեմ անիմ մեղադրանքներ որ ներկայացել են, որից հետո եթե չեմ սխալվում, ընդհանրապես ոչ մարտի 1-ի խարսող խնդիր կա, ոչ հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հարց կա։ Այդ երկու դեպքերը մանրամասնորեն ասում եմ բացահայտվելու որից է խնդիր չկա, բայց հիմա Նիկոլը փորձում է իր ժողովրդին խաբել եւ դժբախտաբար կա ժողովրդի մի հատված, որը Նիկոլի տված այդ կուտերը շարունակում է դեռ ուտել եւ հավատում է դրանց, բայց ամեն դեպքում պարզավոր այդ ամեն ինչի մեղադրյալները հիմնականում թե հոկտեմբերի 27-ին ով է եղել, թե մարտի 1-ին եղել, այդ պետք է չնաշվով շատ հին անցյալի մասին չենք խոսում, բոլորս տեսել ենք այդ օրերը, եղել ենք այդ օրերը, ապրել ենք այդ օրերը, ես հերվից դուք ավելի մոտիկից Հայաստանի ժողովուրդը, ասում եմ բոլորի համար պարզ է թե ինչ է կատարվել եւ ովքեր են կանգնած այդ ամեն ինչի հետեւում։ Եվ ինչն է հատկանշական, որ նույն Սասուն Միքայելյանն ըստ էության ասելիք չուներ, երբ իմիջիայլոց 4 շաբաթ ընթանում էին այս նիստերը եւ առաջին անգամ էր խոսքով հանդես գալիս եւ որևէ բան անգամ չասած այն մասին, որ Վազգեն Սարգսյանի համար էր երեք, այսպես ասենք, այդ նույն ամբիոնից ինչ-որ տառապում, բայց Վազգեն Սարգսյանի կյանքի նպատակը Արցախը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը իր դիմաց կանգնած ասում է թոք է եղել եւ մենք ազատվել ենք եւ շարժումից եւ Արցախից, այդ մասով որևէ ասելիք ըստ էության Սասուն Միքայելյանը չուներ։ Դե չեն ունենա հիշում եք այն հայտի հայտարարությունը, որ ինքը կատարեց, եթե չեն ասացի մի բան է, որ իշխանապողջոտ ավելի կարևոր երևույթ է Արցախի, այդպես մի բան էր հայտարարությունը ժամանակին կատարել, այդպես ավելի գերազանցելով, գերագնահատելով հեղափոխությունը կան արցախյան գոյամարտիկ։ Գիտեք, այս մարտիկ հետարքիա, որ այս մարտիկ ժամանակին իպես թե կռված տղաներ են եղել, երկրապահների գումարտակ են գլխավորել, պատերազմների են մասնակցել եւ հիմա հանուն փողի, հանուն պաշտոնի, հանուն իշխանության պատրաստ են թքած ունենալ իրենց ամբողջ այդ վաստակի վրա, որ ունեցել են ժամանակին, իրենց մարտական ընկերների կատարած անձնազոհության վրա, թափած արյան վրա եւ հիմա նմանատիպ հայտարարություններով հանդես գալ հոգուտ, այդպես ասած, իշխանության։ Ասելիք չունեմ, գիտեք, Սասուն Միքայելյանի բոլոր գիտենք ամեն դեպքում նույնիսկ մեկնաբանելը ասում եմ անիմաստ կլինի այս հարցում։ Ամեն դեպքով գալով նաև Տիգրան հարցին, սա լրջագույն խնդիր է, մեծ աղետի առջև են կանգնելու, եթե ի վերջո Տիգրան իրենք հանձնեն։ Ես կխնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը, սա նաև, այսպես ասենք, տարածաշրջանային մեզ համար կարևոր կոմունիկացիա է դեպի Իրան գնացող այսպես ճանապարհ, խնդրեմ։ Տեսեք, հիմա Տիգրանաշենը միայն այդ տարածքը չի, հիմա այն ռազմավարական առումով դուք ասացիք արդեն դեպի Իրան տանող ճանապարհի ուղիղ վրա է գտնվում եւ ճանապարհը հատվելու է, եթե հանձնվի, Աստված մի արածե, հիմա պետք է այլընտրանքային ճանապարհ Իրանի հետ, տեսեք այդ կապը, որ մենք ունենք, լուրջ ուրեմն խնդրի տակ է հայտնվելու։ Հիմա հետարքիա, որ իրենք շարունակաբար հերքում են, որ նման հանձնում չի եղել, օրակարգում չկա, Նիկոլ այդպիսի հայտարարություններ կատարեց, որ չի խոսվել դրանց մասին, հանձնման օրակարգ չունենք, այդպես փոխանակման խնդիրը դեռ չի քննարկվել, բայց միևնույն ժամանակ չել էլ հերքում, որ ինչ որտեղ կարող է դա լինել եւ եթե հիմա Նիկոլը Տիգրանաշենը իր այդպես ասած խեղաթուրված ադրբեջանական անունով քարքի է կոչում, նշանակում որ հետի նպատակ է հետապնդում, քանի որտեղ որ Նիկոլը սկսեց ադրբեջանական անուններով կոչել, դրանք բոլորը հանձնվեցին Ադրբեջանին եւ այդպես ասած պարզ արդեն թե ինչ որտեղ է տանում հանգեցնում։ Բայց ինձ համար մի շատ հետաքրքիր բան կա, երբ որ քարտեզի վրա նայում եք, այդպես ասած հիմա բոլորի համար հարց կա, որ այդ Տիգրանաշենը ինչ պետք է գալու Ադրբեջանին, այդպես մի հատ տարածք, որը շուրջը, ասեք ինքը անկլավ է համարվում ամեն դեպքում, շուրջը հայկական տարածք, այդ մեջտեղում հիմա այդ էլ որ հանձնեցին Ադրբեջանին, ինչ պետք է գալու։ Բնական է, որ այդ Ադրբեջանը դրա վրա մատը դնելով եւ դա պահանջելով միայն դա չի բավարարվելու, որովհետեւ
այդ հատվածը միայն այդպես կղզիացած մի հատ տարածք իրան ոչ մի բանով պետք չի գալու եւ հիմնականում արդեն բոլորս գիտենք թիրախը Սյունիքն է տարբեր հատվածներ այդպես ասած մասը մի մաս Ջերմուկից մի մաս Տիգրանաշեն այդ կապերը խզելը գալ տեղավորվելն է եւ հետո կարողանալ կենտրոններ ստեղծել եւ այդ կենտրոններից ժամանակի ընթացքում այդպես ասած տարածվել եւ ամբողջ տարածք առնել իրենց վերահսկողության տակ ամեն դեպքում լուրջ խնդիր է այդ խնդիրը հիմա Պիտի փորձել ամեն կերպ թույլ չտալ այնինչ որ ասենք Իրանցում տեղի ունեցավ այդ սահմանագծման սահմանազատման արդյունքում տեսանք փորձ կատարվեց ամեն դեպքում թույլ չտալ բայց ցավոք սրտի հնարավոր չեղավ մեր ուժը չբավարարեց Նիկոլ ավելի հզոր գտնվեց այդ հարցում տարածքները հանձնվեցին սահմանագծում դա կատարել պիտի թույլ չտանք այստեղ կատարվի որտեղ արդեն այստեղ լուրջ ռազմավարական նաև խնդիր կա մեր հարավային Արևանի հետ կապված մեր այդպես ասած դեպի դրսի աշխարհի հնարավորություններից մեկն է սահմանափակվում հիմա տեսնում ենք մեզ բոլոր ամեն կողմից երկու արևելքից եւ արևմուտքից Նիկոլը մեզ կախվածության մեջ ա դրել մի կողմից Ադրբեջանից մի կողմ Թուրքիայից տեսնում ենք շարունակաբար մեր ռազմավարական այդ անվտանգությունը որ ունենք Պարենի էներգակիրների ոչնչացումը դրանք բոլորը կախման մեջ ա դնում Ադրբեջանից եւ մյուս կողմից Թուրքիայից հիմա մյուս բաց դե սահմանը որ մենք ունեցել ենք ամբողջ այս անկախությունից հետո 91 թվականից 35 տարիների ընթացքում դա եղել է Իրանի սահմանը հիմա այս Տիգրանաշենի հանձնվելով այդ բաժինն էլ է այդպես ասած մի տեսակ վերացվելու եւ մի տեսակ այդ հնարավորությունը որ մենք ունենք մեջից գնալով մենք ավելի շատ ենք կախվածության մեջ հայտնվելու ասենք Թուրքիայից եւ Ադրբեջանից կարծում եմ շատ հստակ կերպով գիտեն ինչ են անում դեպի որ ուղղությամբ են տանում հիմա Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսեց որ հայտարարում էր 4-րդ հանրապետության մեկնարկի մասին չգիտեմ կառավարության իսկ մեր ազգային ժողովում է թե իրենց ծրագրում էր հիմա ներկայացած էին հիմա այս ամբողջ քաղաքականության որ իրենք բարարում են անկեղծ ասած 4-րդ հանրապետություն չի լինելու Հայաստանի վիլայետ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հիմա Նիկոլի սովորությունը դա տեսնում ենք Զանգեզուրի միջանցքը խոսում էր մասին իմ ասում Զանգեզուրի միջանցքի անունը փոխեցին դրեցին Թրիպի ճանապարհ բայց բովանդակությամբ իրավությամբ նույնն է որ կա անունը փոխում են երևույթը դառնում է իրականություն հիմա սա էլ նույնն է հիմա հայկական վիլայետ է լինելու 4-րդ հանրապետության անվան տակ որը հիմա չգիտեմ որքան հիմա այդ համարակալելը ճիշտ է թե չէ բայց ամեն դեպքում եթե 3-րդ հանրապետություն հիմա ինք ասում ենք հիմա 3-րդ հանրապետությունն ենք ավարտվեց հաստատ իմացեք որ 4-րդ հանրապետություն չի լինելու է 4-րդ հանրապետության այդպես կեղծ անվան տակ հայկական վիլայետ որը կարծում եմ հասկանալի է որ մեզ այնից որից մեկը դա չպետք է թույլ տա Եվ ըստ էության անգամ վիլայեթի կարգով էլ գոյություն չենք ունենա, որովհետև թուրքը թուրքն է, շատ հեռու էլ պետք չէ գնալ ոչ 15 թիվ, ոչ էլ միայն Արցախում տեսանք ինչ տեղի ունեցավ։ Բնականաբար դասում նրանք համար մեր գոյություն ընդհանրապես վտանգի տակ է, թե Հայաստանում, թե Սփյուռքում, բոլոր տեղը բոլոր բնակավարներում նրանք այդպես մեր գոյության հետ խնդիր ունեն։ Հիմա ես քիչ առաջ գրառում էի կատարել, չգիտեմ նկատել եք թե չէ, այդ հիմա Սփյուռքի մասին էլ ինչ որ հայտարարություններ ազգային ժողովում այս վերջին նստաշրջանում Սփյուռքի կապակցությամբ Սփյուռքը պետք է թույլատնա որ Հայաստանը հզորանա պառակտելու ինչ որ հայտարարություններ Նիկոլը հետո նորից կատարեց։ Հիմա նույն այդ նման հայտարարությունների Սփյուռքը թույլատնելու դրսևորում ենք արդեն Միացյալ Նահանգների համայնքում տեսնում ենք օրինակ Գլենդելում արդեն քանի օր հայտարարություններ են տարածվել խիստ հակահայկական դպրոցների հայկական թաղերում որտեղ տարական դպրոցը հայ երեխաներ են գնում այնտեղ եւ արևմտահայերենի դասընթացներ են մեկնարկել այս նոր ուսումնական տարեշրջանում որ մեկ-երկու շաբաթ առաջ սկսվեց այստեղ հակահայկական շատ լուրջ հայերին թիրախավորող թռուցիկներ քաղաքում ծրվել կարծում եմ սա շատ լուրջ պես ասած կարծում եմ հստակ արդյունքն է այն հայտարարությունները որ իրենք կատարում են որքան Նիկոլ Փաշինյանը իր աջակցությունը Հայաստանի պետությունը վերցնում է Սփյուռքից Սփյուռքը փորձում են թույլատրել պառակտել բնականաբար Սփյուռքում թրքական գործոնները սկսում են ավելի ուժեղանալ եւ հետո սկսում են ավելի շատ հարվածի տակ առնել հայկական Սփյուռքը ամեն դեպքում նույնը հենց այդ վիլայետի դեպքում է նույնը լինել, այսինքն նույն կարգավիճակի մեջ հայտնվեցինք, ամեն դեպքում նրանք մեր գոյությունը այդ տարածքի մեջ չեն հանդուրժելու, մենք մատնվել ենք նույն այն ճակատագրի, ինչ որ ասենք մեր նախնիները 1915 թվականի դրանից առաջ բազմաթիվ անգամներ Արևմտյան Հայաստանում դրան ենթարկվել են դրականատեսն են եղել։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք Ես եմ շնորհակալ։